Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ մեզ հյուր եք եկել, հաճելի է։ Գինամարտության հաջողության ճանապարհը հեշտ է տրվում։ Ոչ, չի ասի, պայքարելով, բայց հասնում ես, եթե շատ ցանկություն ես ունենում, եթե ունես ցանկություններ եւ նպատակներ եւ ուժեղ մարդ ես, կամքով ուժեղ ես, ուրեմն կհասնես հաջողություններին։ Ես գոհ եմ իմ հաջողություններից։ Շնորհակալ եմ, որ հաղորդման հյուրն եք եւ կարծում եմ, որ հաջողության ձեր փորձով ու անցած ճանապարհով կկիսվեք այսօր։ Փորձեմ։ Երբ անում ես սիրով, ստեղծվում է լավագույնը։ Այդպես է ապրում եւ արարում մեր այսօրվա հյուրը։ Գագա Smile, երեխաների զարգացման կենտրոնի հիմնադիր Գանե Համբարձումյանի հետ ենք այսօր զրուցելու անցած ուղու, հաջողության ուղու մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եթերին մասնակցելու համար, հաճելի է։ Եթե փորձենք հետադարձ հայացք գցել անցած դժվարին, բարդ խոչընդոտներով ու փշերով լի հաջողության ուղում։ Ճանապարհը շատ փշոտ է եղել, ճանապարհը շատ բարդ է եղել, ճանապարհը շատ հուզիչ, ինչ որտեղ նաև պայքարող է եղել, բայց եթե ունես ցանկություն, նպատակ, եթե ինքդ որպես մարդ ուժեղ ես, հավատում ես ապագային եւ համոզված ես, որ անկախ ամեն մի խոչընդոտից դու կհասնես քո նպատակակետին, ինձ թվում է, որ հաղթահարող ես եւ պայքարող մի մարդ ես, էակ ես։ Եվ ամեն ինչ սկսվեց Սա եղել է մի դրվագ, որը ինձ ստիպեց դառնալ նման մասնագետ եւ անցնել այս փշոտ խոչընդոտներով լի աշխարհով, այսինքն ճանապարհով։ Խնդիրը իմ ընտանիքում իմ եղբոր խնդիրն էր, որը բանակում սովետի ժամանակ այդ ուսումնական վարժությունների ժամանակ գնդակը կպնում է ականջին եւ շատ ծանր վիրավորված իրեն տանում են հոսպիտալ։ Այդ ժամանակ ես ընդամենը 5 տարեկան էի։ Եվ ես ականատես եմ եղել եւ հիշում եմ, թե ինչպես իմ եղբայրը կլինիկական մահ էր տահել, դա ես չեմ հասկացել, բայց հասկացա, որ իմ եղբայրը, որը խոսում էր, հետո էլ չէր խոսում։ Այդա ես տեսել եմ ու հետո տեսել եմ, թե ինչպես իմ ծնողները հոսպիտալում մասնագետներ էին կանչում, լոգոպեդ, ես հարցնում էի, իսկ ինքը ով է, ինչի իմ անունը չի տալի իմ եղբայրը եւ այլն, եւ ինձ բացատրեցին, որ եղբայրս նորից պիտի սկսի սովորել խոսել։ Այսա ինձ ստիպեց, որ ես տարիներ շարունակ մտածում էի ինչ դառնամ, որովհետեւ ինքս դպրոցում շատ լավ եմ սովորել, ավարտել եմ Կուբսկայա անվան դպրոցը, այսօրվա Նիկոլա Բեղյանի այո դպրոցը, եւ երևի թե գիտեք, որ այն ժամանակներում այդ դպրոցը բավականին հզոր էր եւ գիտելիքներով հարուստ էր, ես գիտեմ, որ հիմա էլ է այդպես, եւ ես մտածում էի, թե այս իմ պոտենցիալ հնարավորությունների շրջանակում, քանի որ ես սովորել սիրել եմ, ինչ դառնամ։ Որոշեցի անպայման, որ իրականացնեմ այն, որովհետև ինձ հետաքրքիր էր, ոնց կարող է մարդը չխոսել ու հետո հասցնել դրան, որ խոսի։ Էլ մնացածը չէի մտածում, որտեղ այն տարիներում նման բան չկար, խոսքս աուտիզմի մասին է, նու այդ հետագայում, հա, այդ հիվանդությունները, այդ տեսակները եւ այլ բարդ դիագնոզները։ Այնպես որ հիմքը իմ ճակատագրական եղել է ընտանիքս։ Տիկին Համբարձումյան, կան երկու մասնագիտություններ՝ բժիշկը եւ մանկավարժը։
որոնք իրավունք չունեն վատը կամ թերի լինելու, պարտադիր պիտի լինեն գերազանց մասնագետներ, այս մասնագիտությունների կրողները։ Ձեր ընտրած ճանապարհում խաչվել են այս երկու մասնագիտության կրողները՝ մանկավարժ եւ բժիշկ, ինչ չէ նաև հոգեբան։ Ինչու՞ չէ, նաև հատուկ մանկավարժ, ինչու՞ չէ, դա բազմաբովանդակ եւ բազմաֆունկցիոնալ մասնագիտություն է, այնպես որ ես համամիտ եմ ձեզ հետ եւ նման մասնագետ լինելու համար դու պետք է հզոր լինես բոլոր ասպեկտներում, այո, ձեր ասացի նման եւ բժիշկ լինես եւ մանկավարժ լինես եւ հոգեբան լինես առաջինը մարդ, հետո մնացած բոլոր այն մասնագիտությունները, որոնք առնչվում են այս խնդիրներով բալիկների հետ աշխատելու։ Այնպես որ ես կարծում եմ, եթե նույնիսկ մի քիչ էլ քիմիկ լինես կամ մի քիչ էլ ֆիզիկ լինես, դա չէր խանգարի, իհարկե, որովհետև ամեն րոպե, ամեն վայրկյան դու առնչվում ես բալիկների հետ, մարդ արարածի հետ, որոնց հետևում այն ծնողներն են, որոնք հույսով, հավատով սպասում են մի փոքր աննշան, մի փոքր լավ խոսքի, լավ բարքի, հա, ինչ-որ մի բան, որը իրենց քաջալերի հետագայում ապրելու։ Չէ՞ որ այդ բալիկները բոլորը ամեն մեկը մի տան ճրագ է, մի տան լույս է, եւ եկեք հասկանանք եւ գիտակցենք, որ ունենալ նման բալիկներ եւ հույսով ապրել, որ լավ է լինելու, դա էլ Շատ մեծ ուժ է պետք, այո։ Այնպես որ ես կարծում եմ, որ ձեր ասացի համաձայն ես համամիտ եմ դրա հետ, որ դու պետք է լինես բազմաբովանդակ, բազմաֆունկցիոնալ մարդ, մասնագետ, որպեսզի կարողանաս այդ ձեր ասած պայքարով հասնել նպատակակետի։ Այո, եւ հաջողության հասնելու թերևս պայմաններից մեկն էլ ամեն ինչ նորից զրոյից սկսելն է։ Միանշանակ։ Դա շատ ուժեղ մարդիկ են անում։ Շատերն են այդ ճանապարհը ընտրում, բայց շատերը քչերն են հասնում վերջնակետին։ Գիտեք, սիրելի Անահիտ, ես այն մարդկանց շարքին եմ պատկանում, որի համար հետաքրքիր է նույնիսկ զրոյից սկսելը։ Այ օրինակ ես անձամբ իմ աշխատանքային ստաժով, եթե այսպես անցնեմ, հա, հետադարձ հայացք գցեմ, ես մոտ 20-25 տարի աշխատել եմ պետական հիմնարկում։ Երբ որ ես հասկացա, որ ինձ պետք է նաև մենալ իմ անձնականը, որտեղ բաներ կային, որ պետական հիմնարկում դու իրավասու չես կիրառել, հասկանալ, աշխատել, ինձ պետք էր իմը։ Ես այդ ձեր ասած զրոն եմ սկսել, զրոյական աստիճանից սկսել եմ մենակ, հետո կողքից մի փոքր ավելցուկով, հետո մի քիչ ու հետո հետադարձ հայացք եմ գցել, ասել եմ, ես ինչ արեցի, էս իմն է։ Դրա հետ նույնը արեցի նաև Ռուսաստանի Դաշնությունում, մենակ։ Գիտեք, Հյուսիսային Օսետիայում աշխատելը բավականին բարդ եւ բավականին ռիսկային ֆակտոր պետք է ունենաս, որ կարողանաս աշխատել ու մենակ լինել, կողքին չունենալ ոչ մեկ, ունենալ ուղակի ծնողներ, որոնք քեզ ճանաչում են, որովհետեւ դու ինչ որտեղ իրենց օգնել ես բալիկների առումով։ Եվ ես այդ զրոյականը այնտեղից էլ այդ առումով էլ այնտեղ եմ սկսել, ու այսօր փառք Աստծո ես 2 տեղերում էլ ներդրումներ ունեմ, աշխատում եմ եւ այդ զրոն ինձ չի վախեցնում։ Ես պատրաստ եմ հպարտանալու առիթ։ Այո, ես էլի եմ պատրաստ զրոյից ինչ որ միտեղ նորից սկսել, որտեվ դա եւ հետաքրքիր է եւ քեզ նորից կյանքի ինչ որ նոր փորձ է տալիս, նոր հնարավորություններ է քեզ տալիս եւ ամենակարևորը դու օգնում ես ավելի շատ այն բալիկներին, ովքեր քո կարիքը ունեն։ Այնպես որ զրոյականը դա նույնիսկ շատ ավելի գովելի է ու հետաքրքիր։ Ես չեմ վախենում։ Իսկ Ռուսաստանում ձեր գործունեությունը սկսելը կարող եք ասել եւս մի ճակատագրական դեպված էր։ Չէի ասի, ուղղակի երևի թե այն ժամանակ երիտասարդ էի, արյունս եռում էր եւ Ռուսաստանի հետ կապված այդ իմ աշխատելու ցանկությունը առաջացավ այն ժամանակ, երբ որ ես այստեղ օգնեցի մի հատ դաունով երեխայի, որը ինքը հայ էր ազգությամբ, ուղղակի ապրում էր Օսետիայում, Վլադիկավկազում։ Եվ այստեղ Հայաստանում, երբ որ ես իրեն օգնեցի, ինքը ուղղակի նոր տարվան զանգահարեց, ասեց մենք մի քանի ծնողներով դաունի
դաունի համախտանիշով երեխաների ծնողներով ուզում են ձեզ հրավիրել մեզ մոտ։ Ճիշտ ասած ինձ հետաքրքիր էր, իսկ ի՞նչ ա կատարվում, դե դա առաջվա օրջոյնիկի ձեներ, հիմա է, չէ՞, Վլադի Կավկաս։ Ոսի ինչ մի հատ հետաքրքիր է, հələ գնամ այնտեղ տեսնեմ, այնտեղի մենտալիտետը, ինչպես են այնտեղ դաունները իրենց ցուցաբերում, ինչն է մեր հետ տարբերվում կամ ավել կամ ընդհանուր, այո։ Եվ դա ինձ ստիպեց երևի, որ ես ռիսկի կդիմեցի, իհարկե շատ մեծ դժվարությամբ, որտեղ ընտանիքում տարաձայնություններ եղան, բայց ես փորձեցի գնացի։ Միգուցե հիմա այս տարիքում ինձ առաջարկեին ես մերժեի, ինչպես հիմա են մերժում Չեչնիայի բուժական այդ մասնաճյուղի մեր տնօրեններին, որոնք ինձ հրավիրում են Չեչնիա, որպեսզի ես այնտեղ էլ աշխատեմ, իրենց հետ համագործակցեմ, Դագիստանը, Ինգուշետիան, դրանք բոլորը հիմա հաճախում են մեզ մոտ Ռուսաստան մեր կենտրոն, Gaga Smile-ը, բայց ես անձամբ ճիշտ ասած երևի թե արդեն ռիսկայինը աշխատում է։ Մի քիչ փորձում եմ էլ չանել, որովհետև նախ առաջերտին կտուժեն իմ կենտրոնները եւ այստեղի եւ Ռուսաստանի, որտեղ դու մեկն ես, իսկ ֆիլիալները շատանում են։ Դա նշանակում է դու չես հասցնի եւ քո աշխատունակությունը կկորցնես։ Իսկ ես քանակի վրա չեմ աշխատում, ես աշխատում եմ որակի վրա։ Ես այնտեղ երբ որ գնացի 7 հոգի էին, 7 դաունով համախտանիշով բալիկներ էին։ Գիտեք, ես չեմ կարող բացատրել ինձ մեջ ինչն էր, որ խոսեց, որ ասի ես կաշխատեմ այստեղ ու կանեմ։ Մենակ այն, որ այնտեղ մի հատ բալիկ կար, ասեց. «Тётя, ты мне поможешь?» Ինքը դաուն էր, ինքը խոսք ուներ, ուղղակի դաուն էր։ Ասես, «Тётя, ты мне поможешь?» Обещай, обещай, и несколько раз он повторял это все. Այ այդ իմ մեջ այդ պահին առաջացրեց ինչ որ մի ուժ, որ ես պետք է ստեղ հաճախակի լինեմ։ Իհարկե ես այն ժամանակ տարին 2 անգամ էի լինում այնտեղ 1-2 ամսով ու աշխատում էի, բայց հետո աստիճանաբար իրոք շատացան եւ հավատացեք, չկա ազգային ինչ որ տարաձայնություններ, չկա բան, այդ խնդիրը բոլորինն է ու ինչ կապ ունի թե որ ազգի ներկայացուցիչ է, չէ՞ այդ բալիկը։ Եվ դա ինձ ստիպեց այդ բալիկի, այդ գիտեք, դաունի համախտանիշով բալիկների մոտ երբ որ խոսքը զարգանում է, իրանք թլվատ են խոսում, թլիկ են խոսում, մի տեսակ աղավաղված են խոսում, եթե ինքը կարողացավ ինձ հետ հաղորդակցվել ու ինձ ասել, որ օգնի ինձ, ինչպես այստեղ Հայաստանում Եվրոպայից մասնագետ ես իմ եղբոր օրինակը ձեզ բերեցի, այնտեղ էլ կարող եմ Դանիելի օրինակը բերել, երեխայանում հիմա Դանիելը բավականին մեծ տղա է, ինքը այնտեղ հիմա շատ լավ պարում է, մենակատար իրենց կովկասյան բարերի մեջ մենակատար է, ուզում եմ ասեմ, այնպես չէր, իզուր չէր, որ ես այդ ռիսկին գնացի եւ իրեն ընտրելով, իր բարերը նախադասություն ընտրելով, ես Ռուսաստանում համաձայնվեցի աշխատել։ Եվ Gaga Smile-ը Ռուսաստանում ունի մասնաճյուղը։ Այո, ունի, բայց Gaga Smile-ը ունի իր մասնաճյուղը, երբ որ ես տեղափոխվեցի Պիտիգորսկ։ Իսկ երբ որ ես Վլադիկավկազում էի, այնտեղ ինքը անուն չուներ։ Ուղղակի ես անձ էի, որը գնում էր Հայաստանի Հանրապետությունից այնտեղ եւ օգնում էր այնտեղի բալիկներին առանց կենտրոն ունենալու։ Իսկ հիմա ես այնտեղ օֆիցիալ ունեմ իմ կենտրոնը, որտեղ Պիտիգորսկի մասին է, որը COVID-ից հետո ես երկար ժամանակ Ռուսաստանում չէի աշխատում, վախ կար։ Հաղթահարեցի այդ վախը, ինչպես շատերի մոտ է եղել դա, եւ հիմա արդեն 4-5-րդ տարին է ես աշխատում եմ Պիտիգորսկում եւ բավականին հաջող արդյունքներ ենք տալիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այո, ինչպես նաև Երևանում, որտեղ շատ բալիկների օգնության ձեռք եք մեկնում եւ շատ ընտանիքներում այդ լույսի, ջերմության ու ժպիտի բերկրանքը իրենց աչքերում եք կարողանում պարգևել, տեսնել։ Այսօր արդեն ես կարող եմ այսպես նայել ձեզ ու ասել, որ այո, եթե ժամանակին այդպես ինձ ասում էի դե հələ դեռ են չի, բայց հիմա ես վստահ կարող եմ ասել, որ այո, ես շատ բալիկների եմ օգնել, ես շատ ընտանիքների լույս եմ վառել եւ ես ինքս ամենակարևորը ինձ լավ եմ զգում, գիտեք, ես հանգիստ գնում եմ տուն աշխատանքից հետո եւ հանգիստ կարողանում եմ առնչվել իմ ընտանեկան բոլոր հարցերի հետ շուրջ
կարող եմ հանգիստ լինել առանց մտածելու, որ այսօրը ինձ ինչ որ մի բան այն չի եղել, ինչ որ մեկին ես չեմ կարողացել, ինչ որ մի բան, եթե չեմ կարողանում, ուղղակի ասեմ սա իմը չի։ Իսկ եթե իմն ա, ուրեմն ես անձնուրաց աշխատում եմ ու ամենակարևորը ես թորնիկներիս արդեն սկսել եմ վայելել, որովհետև առաջ դա չէի տեսնում։ Առաջ ինձ մոտ միայն այդ աշխատանքներ, այդ լարվածությունը, իսկ հիմա չէ, որովհետև նախ իմ կողքին, իմ շրջապատում ես հավաքագրել եմ լավ մասնագիտական կորիզ, իմ աշխատակիցները բավականին լավն են, ջրաջան են, գիտակ են եւ ամենակարևորը սիրում են իրենց գործը։ Եթե սիրում են իրենց գործը, բնականաբար ամենաէլեմենտար օգնությունն էլ այդ բալիկների համար մեծ բան է։ Այնպես որ տարիներ անցան, աշխատանքը դեռ շարունակվում է, եռում է եւ ես կարծում եմ դեռ կաշխատեմ ու կարարեմ իմ մասնագիտական բոլոր հմտություններով եւ կօգնեմ դեռ շատ ընտանիքներին։ Այո, շատ երիտասարդներ են նաև ձեզ մոտ աշխատում, ես նկատել եմ։ Այո, ես սիրում եմ երիտասարդներին, որովհետև իրենք անձամբ ավելի հետաքրքիր են, իրենք էլ կարող են մեզ, օրինակ ինձ կոնկրետ սովորեցնել շատ բան, որը դե ամեն դեպքում եկեք չմոռանանք, որ ես դեռ այն երիտասարդը չեմ, որը եղել եմ, ես բաներ կա, որ հիմա նույնիսկ չգիտեմ էլ եւ իմ աղջիկները կարող են ինձ օգնել նման հարցում ու ես չեմ ամաչում, որ դա ես չգիտեմ, որովհետեւ սովորելը դեռ ամոթ չի, իմանալն է ամոթ։ Ու կարծում եմ, որ իմ աղջիկները նախ մենք փոխադարձ հարաբերությունների մեջ ենք, այսինքն ինչքան ես եմ իրենց սիրում, այնքան էլ իրենք են եւ գիտեմ, որ իմ մի խոսքը, մի հայացքը իրենց կարող է ամեն ինչ ասել։ Ես դրան եմ երազել, որ քայլեմ իմ կենտրոնով կամ մոտենամ իմ կենտրոնին, իմ աշխատակիցները հասկանան ինչ ա ուզում տիկինգը անեն։ Այդ տիկինգը անեն ուրիշ ոչինչ չի ուզում, բացի լավ աշխատելուց։ Տիկին Համբարձումյան մեկ մասնաճյուղ չէ առայժմ Հայաստանում։ Այո, ես չեմ էլ պատրաստում երկրորդ մասնաճյուղը բացելու, նախ ես ինքս ֆիզիկապես ի վիճակի չեմ, որտեվ երևի թե մեր նախորդ հաղորդումներից դուք գիտեք, որ ես լոգոմերսում եմ անում, այսինքն ինքս մասնագետ եմ։ Իսկ եթե դու մասնագետ ես, դու չես կարող այդքան բացել ու ինքդ սպասարկել։ Դրա համար ես նորից կրկնվեմ, որ քանակի վրա չեմ աշխատում, որակի վրա, դրա համար ինձ իմ Զեյթունի կենտրոնը լրիվ բավարարում է, թող այստեղ լինեն քիչ լինեն, բայց լինեն որակով արդյունքներ տանք ու թող հետո մյուսները մոտենան, ինչ խնդիր է։ Մինչև հիմա ուր են եղել, թող հիմա էլ մի քիչ սպասեն։ Ինֆորմացիայի պակաս չկա, Տիկին Համբարձումյան, լաունով ախտանիշներով բալիկների թվաքանակն է աճել, թե մի տեսակ ինֆորմացիան է հիմա ավելի բաց։ Ես կասեի, որ եթե մենք առաջ, ես կասեի իմ աշխարհի մեջ, իմ գործի մեջ, իմ կենտրոններում, առաջ դաունոյի համախտանիշով բալիկներ ավելի շատ էին։ Հիմա ինչ որ մի տեսակ կանգնած վիճակ է։ Հիմա ավելի շատ դիմում են խոսքահոգեբանական խնդիր արտահայտված վարքային սպեկտրներով, աուտիզմի սիմպտոմատիկայով կամ հենց բուն արդեն դասական աուտիզմ կամ ուղղակի վարքային շեղում, ասենք հիպերակտիվ երեխաներ, հա, իհարկե ոչ բոլորն են հիպերակտիվ երեխաներ համարվում աուտիզմով երեխաներ, բայց իրենք էլ դիագնոզ ունեն, ասենք գերակտիվ են կամ ասենք ուշադրության անկայուն ունեն եւ այլն, նո վարքային շեղումներ։ Ես կասեի ավելի շատ հիմա եւ ցավալի փաստ է դա ամեն երկրորդը, եթե մուտք է գործում իմ կենտրոն, ես կարծում եմ բոլոր մյուս կենտրոններն էլ, բոլորի մոտ այդ դիագնոզն է նստած աուտիզմի սպեկտր համախտանիշ, դաունը մի տեսակ ստվեր է, իմ մոտ շատ քիչ է հիմա այս պահին եւ այստեղ եւ Ռուսաստանում, բայց առաջներում շատ էր։ Հղիության շրջանում վերահսկողությունն է երևի ավելի Միգուցե հիմա արդեն ավելի շատ կան, չէ, ախտորոշման մեթոդներ, որոնք ժամանակին ախտորոշվում են ու երևի թե ընդհատում են այդ հղիությունը։ Կարող է եւ դա է, կարող է եւ ուղակի, գիտեք ինչ, ես մտածում եմ, որ օրինակ ես երբ որ աշխատել եմ պետականում, հա, Օշականի մանկական վերական, այնտեղ տարբեր դիագնոզներ կային, այսինքն եւ կային մանկական ուղեղային կաթված եւ խոսքահոգեբանական եւ հենց միայն ուղղակի ասենք խոսքային խանգարում այդպիսի բալիկներ կային, այսինքն խառը դիագնոզներ էին, դաուններ կային, միկրոցեֆալներ կային եւ
ես հիմա հասկանում եմ, որ ճիշտ է նա, որ պրոֆիլավորվես, այսինքն, եթե դու ընդունում ես միայն մանկական ուղեղային կաթված, ուրեմն ընդունի միայն մանկական ուղեղային կաթ, որտեղ մոտեցումները տարբեր են։ Միգուցե նրա համար, որ ես հիմա ընդունում եմ ընդամենը խոսքահոգեբանական վարքային շեղումներով բալիկներ, դրա համար ինձ մոտ էլ դաունները չեն երևում, ես չգիտեմ։ Ամեն դեպքում 3-4 տարի է ես ավելի ռեգրես եմ տեսնում այդ խնդրի դեպքում, հա, էդի ախտանիշով, համախտանիշով երեխաները ինձ մոտ ավելի քիչ են հաճախում, ավելի շատ դիմում են աուտիզմ, արդեն ասեցի, աուտիզմով բալիկներ։ Տիկին Համբարձումյան, ես վստահ եմ, որ հիմա շատ ծնողների աչքերում հույսի ու հավատի նշույլ զգացողություն ունեցան ձեզ լսելով, ձեզ տեսնելով ու ձեզ գտնելով։ Այ ինչպես որտեղ կարող են գտնել Գանե Համբարձումյանին։ Գանե Համբարձումյանին շատ հեշտ է գտնելը, նախ իմ հեռախոսը գիշեր ցերեկ աշխատում եմ։ Ես երբեք չունեմ այն սովորությունը, որ անջատեմ։ Նույնիսկ ինձ հետ 1 տարի առաջ դեպք էր պատահել, որ ես պիտի անջատեի, որովհետև նախ չէր կարելի եւ երկրորդն էլ պիտի անջատեի։ Ես նույնիսկ այդտեղ այդ պահին իմ բժշկին ասում եմ հեռախոսը կողքս հա պահեք, խնդրում եմ ձեզ, հեռախոսը ինձ մոտ։ Ինքը այսպես նայեց իմ վրա, ասում է Տիկին ջան, ի՞նչն է խնդիրը, տնեցիները այստեղ են, ինչ ունեք, ասում եմ իմ բալիկները հնարավոր է ինձ զանգեն, իմ օգնության խնդիրը ունենան։ Այսինքն ասածս էն է, որ ես շաբաթ կիրակի օրերին այնպես արագ եմ ուզում անցնի այդ օրը, որովհետև մեկ ես ինքս ինձ ասում ես արդեն զոմբիացել եմ, հա, իմ գործի մեջ, ինձ ոնց որ ձեռքերս պահանջի, որ մի հատ էլ մոտենամ այդ բալիկներին, ինձ իրենք ուժ են տալի, գիտեք, ես երևի արդեն իրոք ապրում եմ իրենց հետ եւ չեմ կարծում, որ իմ ծնողներից իհարկե այն ծնողները, որոնք ինձ հետ առնչվել են եւ ոչ թե կողքից լսել են, հա, կողքից շատ բան կարող ես լսել, բայց դու պետքա ճանաչես, պիտի շոշափես, պիտի հասկանաս։ Եթե իրենք հիմա ինձ լսում են, հիմա իրենք մտովի արդեն մտքով ասում են տենց էլ կա, որովհետև ես առանց իրենց չեմ կարող եւ ուզում եմ անցնի 10 տարի, 20 տարի, հերիքա իմ ձեռքը կպած լինի այդ երեխայի, հա, թեկուզ ձեռքին կամ դեմ։ Ես մի անգամից հիշում եմ այդ բալիկներին, կարող է կոնսուլտատիվ չեմ հիշի, հա, որ ասենք եկել են մի օրով, մի հատ նայել են, խորհրդակցել են ու գնացել են։ Բայց եթե երեխան գտնվել է գոնե 1 ամիս իմ մոտ, հնարավոր չի, որ ես այդ երեխային մոռանամ ու ես միայն ուրախ եմ, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Կապը պահվում է, չէ՞, ես գիտեմ, որ իրենք հաճախ են այցելություն Այո, նոր տարի, մարտի 8, եթե չեն էլ գալի պատադիրչի, բայց գոնե զանգում են, գոնե իր այդ բալիկները իրենց բերանով ինչ շնորհավորում են, դա մի մեծ հարստություն է, մեծ։ Տիկին Համբարձումյան, խորը մասնագիտական գիտելիքները բավարար են լավ բժիշկ լինելու համար։ Ոչ, առաջի գիտելիքը շատ կարևոր բան է, առանց գիտելիքի դու չես կարող դառնալ մասնագետ, բայց ես կարծում եմ, որ թեորիայից բացի դու պետք է հզոր պրակտիկա ունենաս։ Իմ երևի թե ամենաառաջի գրավականը, որ ես արդյունքներ եմ տալիս, դա իմ պրակտիկան է, որտեղ եթե ես հիմա հաշվեմ, թե 25 եւ ավել տարի ինչքան բալիկ եմ տեսել տարբեր դիագնոզներով, ինչքան ընտանիքների եմ լսել իրենց խնդիրների մեջ, դա արդեն հզոր պրակտիկա է, այսինքն դու անընդհատ աշխատում ես, դու անընդհատ սովորում ես, դու այդ խնդրի մեջ, երբ որ քեզ ծնողը բացատրում է այ երեխայի խնդիրը, դու արդեն հզորանում ես, որտեղ դու մեկ անգամ եւս նորից ինֆորմացիա ես ստանում եւ իհարկե դու քո գիտելիքներով սկսում ես մեկնաբանել կամ աշխատել տվյալ բալիկի կամ խորհուրդ ես տալի տվյալ ծնողին։ Ուզում ասեմ, գիտելիքի հետ պրակտիկան ամենահզոր բանը դա աշխատանքային փորձն է։ Եվ սերը մասնագիտության։ Դե միանշանակ, եթե չսիրես դու այդ աշխարհում չես կարող։ Այդ աշխարհը շատ դաժան աշխարհ է, բայց շատ լավ աշխարհ է, բարի աշխարհ է։ Այդ աշխարհում դու գտնում ես այն, ինչ որ դու չունես քո արկա կյանքում, այսինքն չկա սուտ, չկա չարություն, չկա նենգություն, անմեղ էակներ են, որոնք ինչ որ միտեղ, ինչ որ մի բանի համար տուժել են, եւ քո նպատակն է այդ ամեն ինչի միջից գտնել պոչը, ինչ որ մի սկիզբ եւ ավարտի հասցնել, թե ինչքան ես դու այդ ավարտին հասցնում, դա արդեն ոչ քեզանից է, ոչ էլ քո գիտելիքից է, դա անհատականություն է, նայած թե ծնողը ինչի է պատրաստ, ինչ առումով,
բաներ կա, որ գնողը պիտի չանի, բայց ի վիճակի չի չանի, ասում է ես մայր եմ, չեմ կարող այդ հացը ես ուտեմ, իմ երեխային հացը չտամ, օրինակ եմ ես ձեզ բերում, հա, բաներ կան, որ պետք է ինքը զրկի, բայց դե արի ուտես, ոչ բոլորն են դա անում, դրա համար ինձ օրինակ հեշտ է ռուսների հետ այդ հարցում, որտեվ իրենք Ավելի ազատ է։ ավելի ազատ են ու իրենք ասում են ավելի լավ, եթե չի կարելի, ուրեմն մենք չենք անի, որպեսզի այս խնդիրը հաղթահարենք, հետո կանենք, իսկ հայ մայրը, ես էլ եմ հայր մայր, ամեն ինչ անում է, որ երեխան ունենա ամեն ինչ, բայց արի ուտես, որ շատ անգամ մեր հայ մայրերը իրենց կարող են իրենց այդ ամենաշատ ցանկություններով խանգարել երեխային, դե դա անհատականություն է, մենք չենք, ես ինքս էլ եմ այդպիսին, ինչքան էլ ես խորհուրդ եմ տալի, եկեք իմ տուն ու տեսեք, թե ես ինչպես եմ իմ թոռնիկներին պահում եմ, ինչպես իմ սիրտն է ուզում, դրա համար չեմ կարող մեղադրել ծնողին։ Տիկին Համբարձումյան, հաջողության վեհ ճանապարհին վստահ եմ, որ նաև հիասթափություններ եղան։ Եղավ պահ, երբ մտեցիք անգամ հետ կանգնելու, հետ քայլ անելու։ Շատ Անահիտ ջան, ուրեմն սկսենք այնտեղից, որ նախ երբ որ դու երիտասարդ ես, դա չես զգում։ Երբ որ դու արդեն միջին տարիքում ես դառնում, միջին տարիք, աշխատանքային փորձ, կարիերա, կոնկուրենտներ եւ այլն, գալիս են մի պահ, որ դու քարկոծվում ես, ինչ որ միտեղ ծնողը քեզանից ոչ բոլորն են գոհ լինում, դժգոհնում են, դրանք պատճառներ են, դրդապատճառներ են, որոնց ժամանակ դու քո հաջողություններին ուզում ես խաչ քաշես, եւ դա այդ միջին տարիքում առաջացնում է քո մոտ ինչ որ sense տատանում, Պայքար։ մտածում ես, բայց պետք է աշխատեմ, դե ոչ էլ կաշխատեմ, ոչ էլ կանեմ, որովհետև իմ տարբերակում, այնպես իմ տարբերակում, ես շատ հանգիստ կարող էի Երևանում փակել իմ կենտրոնը եւ գնալ էլի աշխատել իմ Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ ինչպես սկսել եմ, այդպես էլ կաշխատեի ու այնպես է, որ ոչ մի չէր փոխվի, բայց քանի որ ես ինքս պատրիոտ եմ, ես ինքս Հայաստանն եմ շատ սիրում ու ես նույնիսկ ինձ քարկոծող մարդկանց եմ շատ սիրում, այդ հաջողությունները ես փորձեցի պայքարելով այդ հաջողություններին հասնել, այսինքն ձեր ասած այդ որ եւ չեմ ուզել եւ ուզել եմ, հիասթափվել եմ, միշտ էլ եղել է, մինչեւ այս վերջի տարիները, 2 տարի է, որ ես էլ ոչինչին, գիտեք, այսպես չեմ նայում ուղղակի, չեմ լսում, եթե ինչ-որ մի բան ես միանգամից կտրում եմ, որպեսզի այդ ձեր ասած էլի այդ անկումը չլինի, հա, որ դե ինչի ես այսքան, որտեղ գիտեք ինչ, արդեն ես լուրջ աշխատանքային փորձ ունեմ, էլի, ու ափսոսում եմ կորցնել այդ հաջողությունս, հա, դրա համար ես կարծում եմ, որ ինչքան մեծանում ես, այնքան ավելի իմաստանում ես, ես հիմա եկել եմ այդ պահին, իհարկե դեռ հլը ունեմ էլի իմաստանալու շրջան, բայց էլի գոհ եմ, որ էլ չեմ նայում այդ, իսկ առաջ շատ է եղել, երևի տարվա մեջ 1, 2, 3 անգամ ես հա ուզեցեմ, բայց ինձ ավելի շատ օգնել է իմ ամուսինը, որ միշտ ինքը ինձանից շատ է այդ բալիկներին սիրում, որտեղ մենք 32 տարի, 33 տարի ամուսնացած ենք, ու ամուսինս անընդհատ իմ կողքին ինձ տարել է, բերել է իմ կենտրոններում, ինչ որ լումա է ունեցել, եւ միշտ ասում էր Գանը դու այդ մարդը չես, մի հատ սթափվի, ու միշտ հիշում եմ իմ մամայի խոսքերը, իհարկե ինքը հիմա չկա, բայց ինքը շատ խորիմաստ, իմաստուն կին էր, ղարսեցի կին էր, ու ասում էր, որ գալիս է, ասում է, ինչի են իմ մասին այսպես խոսում, ինչի է, ջահել ժամանակ, ասում էր, դու քեզ լավ զգա, եթե դու ոչինչ քեզանից չներկայացնես, ոչ մի քո մասին քեզ չեն էլ նկատի, ուրեմն դու ինչ որ արժեք ունես, չէ, ասում էր, թագավորի հետևից էլ են խոսում, այնպես լավ հիշում եմ այդ բառերը, ասում էր, չան, ավելի լավ զգա քեզ, ավելի հզորացի, որտեղ դա քեզ օգնում է, իրանք քեզ օգնում են, որ դու ավելի շատ հմտանաս, այդպես էլ եղավ, փորձեցի եւ ստացվեց, այնպես որ եղել են պահեր, իհարկե հիասթափության, բայց ես այդպես շուտ կոտրվող չեմ։ Տիկին Համբարձումյան, ցանկացած հաջողակ կնոջ հետևում շատ խելացի ու շատ համբերատար տղամարդ է կանգնած։ Իմ ամուսինը ինձ շատ հարցերում շատ է օգնել,
Նախ առաջի հերթին սկսենք նրանից, որ մենք շատ սիրով ամուսիններ ենք, մենք ոչ միայն ամուսիններ ենք, մենք ընկերներ ենք։ Իհարկե մեր աշխատանքային ոճը շատ տարբեր է, շատ չափից դուրս տարբեր է, նույնիսկ իմ մայրը ժամանակին ասում էր՝ դու ո՞նց ես իր հետ նստում, ինչ եք խոսում դուք իրար հետ, որտեվ ինքը մեքենայի մասնագետ է։ Իսկ ես, ասենք երեխաների հետ եմ աշխատում, մի քիչ հեռու ենք էլի, մի քիչ է, լավ հեռու ենք, բայց հավատացեք ինքը այն տղամարդկանց շարքին է պատկանում, որ նախ գիտի կնոջ արժեքը, գիտի ընտանիքի արժեքը, գիտի կնոջը, երբ որ կինը սիրում է իր մասնագիտությունը, հնարավորություն է տալի, որ ինքը ավելի շատ կարողանա աշխատել, արարել, սովորել, ինքը ինձ շատ հարցերում ա օգնել, ինքը մինչև հիմա էլ է ինձ օգնում, եթե ինչ-որ մի խնդիր կա, ես առաջինը իրեն եմ դիմում, կարող ես ինձ այս հարցում օգնել, ես արդեն 33 տարի է չէ բառ իրենից չեմ լսել, լուռ, մունջ, գալիս է, օգնում է, նույնիսկ դեպքեր են եղել, երբ որ ասենք մեքենայից երեխային իջեցնելուց, ինքը ասենք իր ավտոն ա ուզեցել կանգնացնի ինչ-որ որ մոտենա կենտրոն, իջել ա երեխային ծնողից օգնել ա, բարձրացրել ա, աստիճաններ ունենք, այդ աստիճաններն ա իջեցրել, եւ ես հավատացեք այսքան տարվա մեջ միշտ ես իրա, երբ որ մենք ասենք մի հատ ծանր երեխա ենք ունենում, եթե ինքը տեսնում է այդ երեխային, մուտք ա գործել տեսել այդ երեխային, ես իր աչքերի մեջ միշտ այդ արցունքները տեսնում եմ, իսկ տղամարդը արցունքներով, աչքերով ես այդքան շատ չեմ հանդիպել, անկեղծ ասած, իսկ իր աչքերում ես տեսնում եմ, թեպետ դա իր երեխան չի, եւ ինձ ամեն անգամ հարց ա տալի, կօգնես այդ երեխուն, իսկ այդ երեխուց ինչ-որ բան դուրս կգա, կկարողանաս ինչ-որ բանով օգնել, այդ հարցերն են, որ ես միշտ ասում եմ, որ այո, իմ հաջողություններին հասնելու կես 50%-ը իմ ամուսնու ձեռքերում է եղել, ու ես շնորհակալ եմ ոչ միայն իմ ամուսնուց, ես շնորհակալ եմ նաև իմ ընտանիքից, որտեվ ես ունեմ միակ մեկ տղա, հարս եւ 2 թոռնիկ, մեր ընտանիքը այդպես մեծ ընտանիք չի, բայց մենք բոլորս տղաս նույնը, տղաս այս երեխաներով ապրել ա ժամանակին, այսինքն երբ որ փոքր ա եղել, ես իրեն երբեք չեմ առանձնացրել, երբեք չեմ ասել դու այդ կենտրոն մի մտի, որտեվ այնտեղ այնպիսի բալիկներ կան, որ դու կարող ես ինչ-որ բան սովորես, չկա տենց բան, նաբարոտ, ես միշտ ասեմ, կարող ես իրանց օգնես, կարող ես ձեռքը բռնես, տանես, ասենք թե օգտվի լվացվի կամ սրբիչը օգնի, թող սրբիչով սրբվի, ինքնասպասարկման ինչ որ հարց եք լուծել տղայիս հետ, հիմա նույնը անում եմ թոռնիկներիս հետ, թոռնուհուս հետ հատկապես, իմ թոռնուհին երևի թե իմ հետնորդը կլինի, ես կարծում եմ, որտեվ այն ինքը ինչպես է թե երեխաներին մոտենում, ինչպես է հարգում այդ երեխաներին, ինչպես է օգնում, ինչքան է սպասում արձակուրդներին, որ գա ինձ մոտ, ուղղակի նստի դիտի, թե ես ինչպես եմ աշխատում, խմբում ինչ են անում, ինչպես են այդ երեխաների հետ պարում, երգում, օգնում է դաստիարակներին, դա գիտեք ինչ, այդ հաջողությունների ամենամեծ գրավականն է, երբ որ դու այդ ծանր աշխատանքից հետո մտնում ես քո տուն ու տեսնում ես, որ բոլորը պատրաստ են քեզ հասկանալու, Ներգրաված են աշխատանքում։ բոլորը, ու ոչ մեկ ինչ չի ասի, որ դե հերիք ա, էլ մի աշխատի, նաբարոտ ասում են, ինչքան կարաս օգնի էլ, ինչքան, եւ հավատացեք, դա մեզ օգնում է ապրելու, արարելու, մեր ընտանիքը ապրում ա, գիտեք ինչպես, հանգիստ, այն առումով, որ մենք բոլորս գիտենք, թե ինչի համար ենք, իմ հարսն էլ է, չէ, մասնագետ, էրգոթերապիստ է, ինքը Ռուսաստանն է ղեկավարում, կենտրոններն է ղեկավարում, իր անունով են այդ կենտրոնները, եւ ինքն էլ բավականին լուրջ արդյունքներ ունի, այսինքն ուզում եմ ասեմ, երբ որ ընտանիքում բոլորս փոքրից մեծ ներգրաված ենք, դա մեծ բան է, մեծ, Բայց նաև պիտի նկատենք, որ շատ ուժեղ պիտի լինի մարդ, ով իր երեխային, հետո նաև թոռնիկին ներգրավի աշխատանքում, աշխատանք, որտեղ ամեն պահ կա վտանգ երեխաների վարքագիծը, վարքականոնը կրկնօրինակելու, կրկնելու, չկա այդ Սիրելի Անահիտ ջան, տեսեք, մենք երբ որ լսում ենք կոնսուլտացիաներում, խորհրդատվություններում կամ դե մանկապարտեզը մեկը թոռնիկս գնում, մյուսը դպրոց է գնում, մենք տեսնում ենք, չէ, դպրոցներում, դասարաններում
կան այդպիսի բալիկներ, որոնք ինտեգրվում են նորմայի սահմաններում դասապրոցեսի կամ մանկապարտեզում կրթվելուն, հա, դաստիարակվելու։ Մենք անպագորգոր ասում ենք իրավունք չկա առանձնացնելու երեխաներին, պետք է իրենք թող ծնողները չբողոքեն, չգիտեմ ինչ։ Բայց երբ որ խնդիրը հասնում է մեր երեխային, երբ որ մեր երեխան պիտի այնտեղ նստի, արդեն Մենք առանձնար։ Որպեսզի ես դա պայքարը չունենայի ինքս իմ անձի նկատմամբ, ես որոշել եմ հենց այն ժամանակ, երբ որ դեռ հələ իմ տղան 88 թիվ է, այսինքն դուք պատկերացնում եք, էդի ворթվերի բան եմ ասում։ Երբ որ ինքը մանկապարտեզ էր հաճախում, մանկապարտեզից հետո ես կես ժամ, մի ժամ շուտ իրեն վերցնում էի, մամայիս խնդրում էի, ասում էի շուտ վերցրու, բեր ինձ մոտ։ Բեր ինձ մոտ։ Ասում էր, այ բալիկ ջան, ինչի համար բերեմ երեխային քո մոտ, ախր այդտեղ նույն իմ մայրը, ասում էր, ախր այդտեղ նենց երեխաներ կա, ինքը կտեսնի, կընդօրինակի, ասում էի, ավելի լավ է ինքը հիմա տեսնի, ես իրան օգնեմ, շտկեմ, հետո դա դառնա իր համար սովորական կյանք, ապրելակերպ, քանց թե հետագայում ինքը ամուսնանա, երեխա ունենա, ոչ մեկս ապահովագրված Իհարկե։ չենք, ոչ մեկս, եւ հանկարծ Աստված ոչ անի, մի բան լինի, ինքը իր կյանքը լրիվ փակի, ասում էի, թող պատրաստ լինի, ինչի, ասում էի, դու ինձ բերել ես, ես կարողացա մտնեմ այդ աշխարհ, ինքը ինչի պետք է չմտնի։ Նույն ձևի ես արեցի, երբ որ ինքը ամուսնացավ հարսս ինքը մասնագիտությամբ մանկաբույժ էր։ Ես ասեցի մանկաբույժով դու իմ աշխարհի չես օգնելու։ Արի ես քեզ փորձենք մենք դուրս գանք այս ճանապարհը, որպեսզի կարողանանք հեշտ հետո կառավարել մեր կենտրոնները։ Ու ինքը դարձավ իր երկրորդ մասնագիտությունը էրգոթերապիստ, ինքը Կրասնոդարում ավարտեց եւ հիմա շատ հանգիստ սովորում է, աշխատում է։ Այդ ընթացքում փոքրիկ երեխան մենք չէ որ անընդհատ վիզների մեջ էինք, չէ, գնում էինք աշխատում, գալիս է եւ այլն, այդ փոքրիկին էլ պետքա հետներս տանեինք բերեինք։ Ստիպված այդ երեխան մեր շրջապատում մեծացավ, խոսքս թորնումուս մասին էր։ Ու ինքը սկսեց արդեն սովորական նայել այն երեխաներին, որոնք իր շրջապատում էին, հա, եւ հիմա ես այնքան ուրախ եմ, որ նույնիսկ այս մյուս փոքրիկ թորնիկը Սարգիսը, որը 5 տարեկան է, մեկ ասում եմ Սարգիս գնանք իմ կենտրոն, մի հատ պտտվենք ու papan քեզ տուն կտանի կամ պապիկը քեզ տուն կտանի, ասում է, իսկ կարող եմ ես այնտեղ մի քիչ այդ բալիկների հետ խաղամ։ Գիտեք ես ինչքան եմ ուրախանում ու ես չեմ վախենում, իրենք չեն նկատում, որ այնտեղ խնդիրներ կա։ Շատ ինքը կարող է ինձ հարց տալ, դա եղել է նաև իմ տղայի օրոք, ինչի է, ասենք երեխան թաթիկը շարժում կամ ինչի իր գլուխը էսպես է անում։ Ես բացատրում եմ, գլխացավ ունի դրա համար, ես չեմ ասում, որ ինքը երեխա է, խնդրով երեխա է, մենք պետք է իրանից հեռու մնանք եւ այլն։ Այնքան ա եկել են իմ թորնիկին են բրթել, դե հիմա երեխա է, ինքը մեզ են բրթում, մեզ են խփում, մեզ են թքում մեր վրա, դա ինչ վախենալու մի բան է, կամ այդ որտեղից ենք մենք եկել, լուսնից ենք իջել, խնդիր է, մեր շրջապատում է, շատ լավ կլինի, որ բոլորը սա լսեն ու իմանան, որ այսպիսի բալիկները, երբ որ փողոցով քայլում են, երբ որ այգի են գնում, երբ որ ինչ-որ միտեղ հաճախում են, թող այդպես չնայեն, ոնց որ մի ինապլանետյաններ են այս երեխեքը մեր մասն են, մեր նման մարդիկ են, իրենք ոչ մի բանով չեն մեզանից տարբերվում, միայն տարբերվում են նրանով, որ իրենք ունեն սահմանափակ խնդիրներ, որոնք կամ կանցնեն, կամ չեն անցնի, բայց նրանք հասարակության լիարժեք անդամ են, ու պետք չի իրենց այդպես խետ նայել, այդ ծնողներին էլ փակել, որ ծնողին հարց ես տալի, շաբաթ կիրակ ինչու երեխայի չես հանում դուրս, մի քիչ բոսնի, մի քիչ, ասում ախր որ հանում եմ երեխաներին, մյուսն, ասենք գնում է պլաշատկա այդ հրապարակը խաղային, հա, ասենք այդ ավազի հետ են խաղում, դե հիմա երեխա է, ինքը վերցնում է գլխին ա լցնում, դե հիմա խնդիր ունի, կողքը այդ մյուս երեխան է, որը վեդրոյի մեջ, դույլի մեջ ա լցնում, ասենք ծնող ես, դու չես կարող հանգիստ մոտենալ, քո երեխայի հետ ապահովագրել քո երեխային, օրինակի համար, բայց չասել արի բալիկ ջան դու աստեղ, այս երեխան լավը չի, կամ տարօրինակ ձեր երեխային վերցրեք պլաշատկայից, մեր երեխաները վատ բաներ են սովորում, չի կարելի, գիտեք, մենք պիտի մարդ լինենք, մի քիչ պիտի հասկանանք, որ գիտեք, այդ կթակի մի օր մեկի դեպ, ոչ մեկ ապահովագրված չի որևէ բան։ Իսկ դու ինչ գիտես վաղը քո հետ ինչ կլինի։ Ես բալիկներ եմ տեսել, ինձ մոտ խորհրդատվության են եկել, լիարժեք 5 տարեկան աղջիկ երեխա, բուկվալը 10 օր առաջվա պատմություն եմ անում, թարմ դեպք է։ 5 տարեկան ոչ մի դեպք չի եղել այդ երեխայի հետ, լիարժեք երեխա է եղել, մանկապարտեզ հաճախող։ Ինչ որ
բանա տեսել, մուլտիկա տեսել, որտեղ զոմբիներ են, տենց ինչ-որ դինոզավրիկներ են, չգիտեմ ինչ է, քնել է, առավոտյան վերակացել ու երեխան խոսքը կորցրել է։ Չի խոսում երեխան։ Էլ հոգեբանի մոտ են տարել, էլ չգիտեմ ուր են արել, հիմա էլ սկսել է արդեն այս ուսով ծիկ, ներվնի ծիկ բարձրացնում ու խոսք չունի։ Իսկ այդ ծնողը գիտեր, որ տենց բան պիտի լինի, նույնիսկ ծնողը ասում է, ճիշտ ասած, այդ մուլտիկը մենք էլ նայեցինք, մենք էլ սարսափեցինք, ասում ոնց էր կարողացել ինքը այդ հեռախոսի միջից գտնել դա ու նայել այդ, իհարկե դա ինքը մի օր չի նայել այդպես եղել, մի քանի անգամ նայել է կամ էլ մի ամիսներ է նայել, ես չգիտեմ, բայց ամեն դեպս եղավ չէ այդ դեպքը։ Լիարժեք երեխան մեկ օրում դարձավ հասկանալ։ Տիկին Համբարձումյան, վստահ եմ, որ այս հարուստ տարիներն անցնելիս նաև հաջողության բանաձև գրանցեցիք, զարմանեցիք ձեզ համար։ Իմ հաջողության բանաձևը լավ մարդ լինելն է, որը ես գիտեմ եւ վստահ եմ, որ ես լավ մարդ եմ, որ ես երբեք իմ նպատակներին հասնելու համար ոչ մեկի վատ բան չեմ անի։ Հաջողության բանալին դա հենց դու ինքդ ես, սկսենք այդտեղից։ Իսկ եթե դու ինքդ ես, ուրեմն դու պետք է այնքան հզոր լինես ու այնքան լավատես լինես։ Ես ամեն մի բադ բանի մեջ լավն եմ տեսնում։ Ու դա ինձ օգնում է ունենալ հաջողության բանալին։ Հաջողության բանալին իմ ընտանիքն է, որտեղ ես ապրում եմ։ Հաջողության բանալին իմ տղան է, որը ինձ ուժ է տալիս։ Իհարկե եւ իր ընտանիքը եւ իմ ամուսինը։ Շնորհակալ եմ անկեղծրույցի համար։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սովորել ներել ու սիրել եւ գտնել մեր տեղը այս արևի տակ։ Իսկ այն ունենալու համար մեծ աշխատանք է պահանջվում։ Շարունակենք հարթել ճանապարհ, հաջողության ճանապարհ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ, վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։